Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված վերջին փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով տրանսֆերային գնագոյացումն առանձնացավ որպես առանձին ստուգման տեսակ, որի համաձայն այն ընդհանրապես չի առնչվելու համալիր հարկային ստուգման շրջանակի հետ։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ից ուժի մեջ է մտել տրանսֆերային գնագոյացման հաշվարկի նոր ձևը, լրացման եւ ներկայացման նոր կարգը։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ներկայացման միջոցով հարկվճարողները կարող են ճշգրտել շահութարկի եւ ռոյալթի բազան եւ ներկայացնել։ Կարևոր է այստեղ նշել այն, որ ինքնուրույն ճշգրտելու դեպքում եւ տրանսֆերային գնագոյացման հաշվարկ ներկայացնելու դեպքում լրացուցիչ տուժեր եւ տուգանքներ չեն հաշվարկվելու։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների տեսանկյունից լրացուցիչ շահութարկի ճշգրտման, հաշվարկման եւ արտացոլման նպատակով գործող շահույթի հաշվարկում լրացուցիչ բաժին չկա։ Այսինքն, եթե չլիներ տրանսֆերային գնագոյացման հաշվարկը եւ հարկային մարմինը, տրանսֆերային գնագոյացման վերլուծության տեսանկյունից հարկ վճարողին առաջադրել լրացուցիչ շահութարկի վճարման պարտավորություն, ապա հարկ վճարողի մոտ կառաջանային մի շարք հարցեր, ինչպիսիք են, ինչպես եւ որտեղ պետք է ներկայացի շահութարկի հաշվարկումը կամ կարող է այն առնչվել արդեն իսկ ստուգված եւ համալիր հարկային ստուգման արդյունքում վճարված շահութարկի գումարի հետ։ Այն պարագայում, երբ համալիր հարկային ստուգման տեսանկյունից արդեն իսկ բոլոր անհրաժեշտ պարտավորությունները կատարված են, ստուգումը ավարտված։ Սահմանված տրանսֆերային գնագոյացման հաշվարկի նոր ձևն ավելի պարզեցված է։ Աջակցում է հարկվճարանը, որպեսզի առավել պարզ լինի ընթացակարգը, տեխնիկական խնդիրներ չլինեն եւ ընդհանրապես ոչ մի հարցով չառնչվի համալիր հարկային ստուգման շրջանակի հետ։ Կարգավորումներում փոփոխվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը։ Այն ավելի բովանդակային եւ մանրամասն տեղեկություն է տրամադրում հարկվճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների մասին, ինչը թույլ է տալիս իրականացնել առավել համակողմանի վերլուծություն, որի արդյունքում որոշ դեպքերում կարող է նվազել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորում պահանջելու հավանականությունը։ Եթե հարկվճարողը տարեկան կտրվածքով հանրագումարային 200 միլիոն դրամը գերազանցող վերահսկվող գործարքներ է իրականացնում, ապա այս դեպքում նա պետք է ներկայացնի ծանուցում մինչև հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ։ 2022 թվականին կատարված վերահսկվող գործարքները ենթակա են ծանուցման արդեն նոր ձևով։ Վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացվում են ամբողջովին էլեկտրոնային եղանակով, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության կարևոր գործիքներից մեկն է, որն աշխարհում լայն տարածում ունի, եւ գլխավոր նպատակն է փոխկապակցված անձանց միջև շահույթի տեղաշարժի կանխումն ու հարկային կարգապահության բարելավումը։ Տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված փոփոխությունների արդյունքում ընդունվել են նաեւ մի շարք ենթաօրենսդրական ակտեր։ Սահմանվել է նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը եւ պայմանները։ Սահմանվել է տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկ։ Այստեղ նշված են այն միջազգային առևտրային տվյալների բազաները, որոնց շնորհիվ հարկվճարողները կարող են գտնել համադրելիներ եւ կատարել համադրելիության վերլուծություն, որը որ ամենաէական հատվածն է տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման մեջ։ Տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման հետ կապված 3 ենթաօրենսդրական ակտեր են մշակվել։ Սահմանվել են տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման 3 տեսակներ, որոնք են գլխավոր փաստաթուղթը, երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը եւ տեղական փաստաթուղթը։ Այս եւ ընդունված մյուս ենթաօրենսդրական ակտերը հասանելի են ԲԵԿ պաշտոնական կայքի ներքին իրավական ակտերի բաժնում։ Պետական եկամուտների կոմիտեն հաշվի առնելով տրանսֆերային գնագոյացման գործող կարգավորումները հորդորում է հարկվճարողներին աչալուրժիներ եւ վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։